Ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմ նոր YouTube-յան vlog։ Մեզ մոտ շարունակվում է տոնական բարձր տրամադրությունը եւ անցնելով առաջ ուզում եմ մի քանի տարբեր թեմաների մասին ձեզ հետ խոսել Լինայի թույլտվությամբ։ Vlog-ը սկսում եմ էլի գեղեցիկ տոնական մթնոլորտի շուրջ։ Իմ գեղեցիկ է տոնածառը այս տարի շատ եմ սիրում, թեև ամեն տարի երբ որ զարդարում եմ տոնածառը միշտ շատ եմ սիրում։ Այս տարի եւս տոնածառը շատ եմ սիրում եւ զարդարանքը շատ ինձ դուր է գալիս, չնայած որ տարբեր օրերի ինչ որ բաներ ավելացնում եմ, բայց արդեն վերջնական ինքը պատրաստ է։ Հիմա ձեզ ցույց կտամ կադրերը, պատրաստման ընթացքը եւ կխոսեմ եւ ցույց կտամ, այսպես կպատմեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, որովհետեւ շատ բաներ եմ նկարել, թե առաջ, թե այս ընթացքում, թե մի քիչ ավելի վաղ, որ պետք է բացատրեմ, որպեսզի հասկանանք ինչի մասին է ընդհանուր վիդեոները։ Նախ ուզում եմ ասել, որ մի քանի նամակներ եմ ստացել այն հարցի շուրջ, թե վլոգները ուշ եմ տեղադրում եւ ընդհանրապես ավելի ուշ եմ երևում YouTube-ում։ Հիմա նաև կասեմ, թե ինչի հետ է դա պայմանավորված, սկսեմ հենց սկզբից, որովհետև կան մի քանի այսպես փոփոխություններ, որ այսպես ասած ստիպում են, հա, որ ավելի ուշ նկարեմ, խոսենք այդ ամեն ինչի շուրջ եւ ես ձեզ սկզբից մինչև վերջ, այսպես բացատրելով եւ ցույց տալով կգնանք առաջ։ Դե ինչ եք համարենք վլոգը սկսված։ Նա խոսում է, որ ինձ չթողնի ես խոսեմ, ինքն է հիմա խոսում։ Ուրեմն այսպես Նախ վերջին շրջանում մեր օրերը հիմնականում անցնում են աշխատանքային, ես ու ամուսինս հիմա ես ու Սիփանը հիմա նաև արդեն անցկացնում ենք միջոցառումներ տարբեր ձևաչափերի եւ դրանով է պայմանավորված նաև իմ ուշ նկարելը։ Եվ օրեր առաջ էլի միջոցառում ունեինք եւ պատրաստվում էինք, իսկ ես եւ ամուսինս չնայած որ կապ չունի ինչ աշխատանք ենք անում, այն ինչ որ մենք անում ենք, մոտենում ենք շատ լուրջ եւ հարգանքով այդ աշխատանքին, կլինի թե հանդիսավարություն եւ թե լուսանկարահանում, ամեն ինչ պետք է արվի այնպես, որ թե հաճախորդը եւ թե մենք բոլորս գոհ լինենք այդ ամենից։ Եվ երբ որ սկսում էինք պատրաստվել, ես արդեն պետք է սկսեմ այն ամենափոքր, բայց ամենակարևոր դետալից, դա եղունգներն են իհարկե, որովհետեւ երբ որ միկրոֆոնը սա բարձրախոս ես բռնում, այն ակնհայտ երևում է։ Դրա համար իմ կարելի է ասում, ստացել ենք այսպիսի գեղեցիկ աշխատանք։ Ես կարևորում եմ իսկապես փոքր է, ճիշտ է, ինքը փոքր ինչ որ մի բան է, բայց գեղեցիկ է, նուրբ եւ էլեգանտ։ Այն ուզում էի ստանալ, այնքա էլեգանսում ստացել ենք, եթե տուղում եք, կարող եք կամ տուղի հարակից շրջաններում կարող եք մոտենալ եւ ստանալ այն ձևը, որը որ դուք ուզում եք։ Մի խոսքով նուրբ ճաշակով, էլեգանտ եւ միաժամանակ շատ գեղեցիկ է, որը որ նաեւ տոնական է եւ ամենօրյա, որ չի ձանձրացնում եւ չի հոգնում աչքդ անգամ մի քանի թեկուզ շաբաթ անցնելիս։ Սա եւս պայմանավորված է ավելի ուշ նկարելու հետ։ Դուք հիմա կտեսնեք մի քանի կադրեր, որ մենք անցկացնում ենք միջոցառումները։ Ինչպես նաեւ այդ հատվածներից հետո ես արդեն ձեզ ցույց կտամ նաեւ ամեն ինչի սկիզբը, հա, ինչից եմ սկսել, մինչև որ հասել ենք արդեն այս արդյունքին, քանի որ մտածում եմ կադրերը շատ չեմ նկարել, բայց այն կադրերը, որ նկարել եմ, ուզում եմ, որ հենց այդ կադրերի տակ ես ուղղակի մի քիչ պատմեմ, թե ընդհանրապես ուզում դե ինչ է ինձ համար իմ անձնական այսպես ասած տեսակետը, տեսանկյունը ձեզ հայտնել եւ ձեզ փոխանցել, բայց երեքա չկա։ Ու այդ կադրերի հենց ներքո ցույց տալ այդ ամեն ինչը, որովհետև չեմ ուզում, որ ձանձրալի լինի։ Ես առանց որևէ մեկին ինչ-որ մի բան ասելու, քննադատելու, բայց ինձ համար շատ ավելի հետաքրքիր է այն վիդեոները, երբ որ օրինակ մարդը, չգիտեմ, գործ է անում, ու այդ ընթացքում պատմում է, չգիտեմ, մի հետաքրքիր պատմություն, ինչ որ իր տեսակետը ինչ որ բանի շուրջ։ Այդ նմանատիպ վիդեոները ավելի հետաքրքիր են, քան որ ուղղակի դու նայես, թե ինչ է պատրաստում, որտեղ բոլորս պատրաստել գիտենք, բոլորս ֆորմատել գիտենք, եւ ընդհանրապես բոլորս ամեն ինչ անել գիտենք, բայց ես շատ հետաքրքիր է, երբ որ օրինակ լսում ես ինչ-որ մեկի պատմությունը կամ իր փորձառությունը, երբ որ կիսվում է ինչ-որ մի բանի շուրջ, կարծում եմ նմանատիպ ֆորմատի վիդեոները ավելի հետաքրքիր են։ Ահա, այստեղ մենք արդեն ուղևորվում ենք դեպի Փարիզի Իմպերիալ ռեստորանային համալիր, որտեղ որ սկսվում է միջոցառումը։ Դե ինչ, մենք ոչ թե պարզապես հանդիսավարներ ենք, այլ ներդաշնակ դուետ, որտեղ յուրաքանչյուր բառ ունի կշիռ, յուրաքանչյուր ժպիտ իմաստ, որտեղ խոսքը հնչում է վստահ, չափված։ Մթնոլորտը ջերմ, միջոցառումը հիշվող։ Ձեր միջոցառումը մեր ձայնով է սկսվում եւ հիշվելու է երկար։ Իսկ դուք հետևեք մեր Instagram-յան էջերին, որպեսզի ամեն ինչից տեղեկացված լինեք։
ուրեմն այսինքն լվանում եմ սև օճառա մեջը ու մի քիչ ամանի հեղուկ ջրով ուղղակի իրան լավսին մաքրում եմ, հետո արդեն հետևից այս շորով սկսում եմ չորացնել, փայլացնել, այսինքն այս ապերչացնեմ ձեզ պատուհաններն էլ ցույց կտամ, մի խոսքով այս վերևից սկսել եմ արագանեմ վերջացնեմ մինչև ներքև, այսինքն վերջացնեմ ու վերջում ձեզ ցույց տամ։ Ահա եւ վերջ։ Իդեալական մաքրել եմ։ Ունեն այն մի քիչ նեղ արանքներում փրփուրն է մնացել, որտեղ որ ձեռքս չի էլ մտնում, այստեղ լույսը մի քիչ շատ է վառում։ Մի խոսքով էլ չբարձրանամ, որովհետեւ դեռ կիսախոնավոտ է, թողեմ չորանա։ Նոր։ Ահա։ Էլ ոչ մի հետքեր չեն երևում ավելորդ, եկեք բարձրանանք հիմա ձեզ ցույց տամ նաև պատուհանները։ Խնդրեմ, ուրեմն պատուհանները, այս պատուհանները երկար ժամանակ չի լվանում, որովհետև անձրևներ էր գալիս ու անիմաստ էի համարում, բայց այսօր տեսեք, այս սպիտակները, որ դուք հիմա տեսնում եք, ուղղակի ես առաջը չեմ նկարել, կամ էլ այս ներսի հատվածը, այս այն ամենաբարակ ներսերը, որ ատամի խոզանակով եմ մաքրել, լրիվ սև էր ու հիմա խնդրեմ արդյունքը նույնը երեխաների սենյակն է, այսինքն պլպլում, խնդրեմ։ Մի հատ խնդրում եմ էլի, նախ ժամին նայեք, արդեն 9 է ժամը ու այս իմ սիրուն տղեն մենակով որոշել է տոնածառը զարդարի։ Ուղղակի բերել ենք, ինչ կա, այստեղ դրել ենք, որ սկսենք, բայց դեռ պետք է անգամ տոնածառը բացենք, մի խոսքով լույսերը դնենք, Լեոս արդեն սենց սիրուն զարդարել է։ Շատ սիրուն է, ինչ եք կարծում։ Եթե սիրուն է եղել, մեկնաբանություններում գրեք, որ շատ սիրուն է, ես կկարդամ, Լեոն կլսի։ Հա, Լեո ջան։ Էլ ինչ ես ուզում բանես։ Լիք։ Հա։ Հա։ Իսկ կարող տեսնել վաղը շարունակես։ Չէ, սրանք արդեն փոքվել են։ Հա։ Հա։ Ոչինչ։ Ոչինչ։ Բայց ոնց որ քունը տանում անի գնանք քնի։ Վաղը կշարունակես։ Սիրուն։ Ինչ է ինձ համար Սուրբ Ծնունդը։ Դա ինձ համար պարզապես տոն չէ, այլ տարվա այն պահը, երբ ամեն ինչ մի փոքր կարծես դանդաղում է, դու սկսում ես զգալ տան ջերմությունը։ Ես միշտ ասել եմ, Սուրբ Ծնունդը իմ ամենասիրելի տոնն է։ Երևի որովհետև այն կապված է խաղաղության, լռության, ներսից եկող ուրախության հետ, երբ պարզապես ժպտում ես կամ ուրախ ես։ Այդ օրերին ես միշտ ուզում եմ, որ տունը լինի ավելի տաք, ավելի լուսավոր, ավելի կենդանի։ Երբ զարդարում եմ տունը, դա ինձ համար պարզապես դեկորացիա չէ, այլ մի ամբողջ տրամադրություն։ Յուրաքանչյուր լույս, յուրաքանչյուր փոքրիկ զարդ ինձ օգնում է մտնել տոնական տրամադրության մեջ։ Մենք առանձնահատուկ ավանդույթներ չունենք, հենց դա էլ մեր փոքրիկ ավանդույթն է։ Չհաշված այն փաստը, որ ամեն տարի մեր տոնածառը մեզանից անկախ փոխվում ենք։ Սուրբ Ծննդյան օրերին մենք պարզապես փորձում ենք ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Դիտում ենք շատ ֆիլմեր, Սուրբ Ծննդյան ֆիլմեր, պատրաստում ենք միասին տարբեր կարկանդակներ, պեչենիներ, թխվածքներ, ինչը ինձ տանում է իմ մանկության հուշերի գիրկը։ Դրա համար էլ
Ինչքան էլ հոգնած լինեմ կամ ցանկություն չունենամ, ինձ ստիպում եմ վեր կենալ եւ երեխաներիս համար անել ամեն ինչ, որպեսզի նրանք էլ ինձպես հետագայում ժպիտով հիշեն իրենց մանկությունը, հատկապես երբ օտար երկրում ես։ Այս պահերը շատ պարզ են, բայց հենց սրանք են ամենաթանկը եւ հիշվողը, երբ նստած ես քո սիրած անկյունում քեզ հարազատ մարդկանց հետ։ Ես էլ էստե։ Զարդարեք, զարդարեք։ Ալե նկարին։ Քեզ էլ նկարեմ սիրուն ես, նկարում եմ։ Հեսա մի քիչ ուշ ժամի սկսեցինք, բայց ոչինչ։ Երեխեքին զբաղացնում եմ, մինչև ես ներսը վերջացնեմ։ Հավեսով զարդարում են։ Ուտեմ քեզ, Լինա։ Օ, պրստող ես շատ սիրուն է։ Տարին այնքան արագ է անցնում, երբեմն նույնիսկ չենք էլ հասցնում զգալ ինչ ենք ապրել, ինչ ենք հաղթահարել, ինչերի միջով ենք անցել։ Իսկ Սուրբ Ծնունդն ինձ համար հենց այն պահն է, երբ կանգ ես առնում, նայում ես հետ ու հասկանում, թե ինչի համար կարող ես իսկապես շնորհակալ լինել Աստծուն։ Եվ ուզում եմ ձեզ մի պարզ, բայց շատ կարևոր բան ասել։ Երբեք կանգ մի առեք, մի դադարեք երազելուց։ Նույնիսկ եթե հոգնել եք, նույնիսկ եթե կասկածում եք, շարունակեք առաջ գնալ։ Ամեն օրը դա նոր հնարավորություն է ապացուցելու ինքներդ ձեզ, թե ինչի եք դուք ընդունակ։ Եվ հիշեք, երբեք մի համեմատեք ձեզ ուրիշների հետ, քանի որ ձեր ճանապարհը յուրահատուկ է։ Չգիտեմ ձայնս ինչպես է լսվում, բայց տանես հատվածի դեկորացիան էլ արեցի, մնում է մի հատ բացեմ, հազիվ ամրացրեցի սա վերևը, ու հիմա հեսա բացեմ, թող սիրուն թափվեն, այս աստիճանը սա այստեղ, մի վարկյան, միջև վերջ չեն նորմալ իջնում, հալա, մի քիչ էլ մութ է, բայց հեսա իջնեմ ներքևից նայենք, վերջապես ասենք այսքան չարչարվել եմ մի հատ ստեղ տեսեք այս քամին ինչա անում, ասենք սա խճճել, այլ չեմ բարձրանում, չեմ ուղում, այնքան միջև հանգիստ եղանակ ունենանք։ Այս տարի հատուկ եմ ընտրել այս գույները, որովհետև ուզում էի տունը լինի ավելի տաք եւ ջերմ։ Այս գույներն ինձ հանգստացնում են, ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ ուզում ես երկար մնալ։ Ինձ համար շատ կարևոր էր, որ տունը ոչ թե պարզապես գեղեցիկ լիներ, այլև զգացմունք փոխանցեր։ Կարծում եմ դա ինձ մոտ հաջողվել է։ Դեղինը տանը իսկապես ջերմություն է փոխանցում, իսկ սպիտակը, որը եւս շատ շքեղ է, դրսում ավելի գեղեցիկ է նայվում։ Իսկ հիմա հարց իմ սիրելի հետևորդներին։ Ինձ հետաքրքիր է, ձեզ համար Սուրբ Ծնունդը ինչի հետ է կապված։ Ավանդույթներ, ընտանիք, թե պարզապես հանգիստ։ Ոնց եք զարդարում ձեր տունը, որ անկյունն է ձեզ ամենաշատը դուր գալիս։ Սիրում եք մինիմալիստական, թե շատ լույսերով զարդարանք։ Գրեք մեկնաբանություններում, ես մեծ հաճույքով կկարդամ։ Ուրեմն մի քանի օր առաջ, քանի որ գնացել էինք Marché de Noël, ու մենք ելել էինք շատ համեղ շիշիներ, ես որոշեցի դրանք տանը պատրաստել, ու հիմա ուզում եմ տեսնել երեխեքը ինչ կասեն, որն էր ավելի համեղ, Marché de Noël-ինը, թե իմ պատրաստածը։ Ուշադիր նուտելան չթափեք, մենակ մոտիկ եկեք։ Որն է ավելի համով, մամայի սարքած է, թե Marché de Noël-ինը։ Մամ, երկուսն էլ։ Երկուսն էլ համով, հա։ Օպրեք։ Մամ, Դողյանի մաղջիկ։ Յանց նման են պատասել։ Ես ինչի չամով է։ Համ հեշտ է, համ արագ։
Չէ։ Համել այսքան համերի մեջ շատ համեղ։ Շատ համեղ է։ Այնպես որ անպայման դուք էլ պատրաստեք, երեխեքը շատ են սիրում։ Հիմա գնում ենք ձմեռ պապիկի մոտ, որ ձմեռ պապիկը ձեզ նվեր տա։ Դուք ձեզ խելոք եք պահել։ Հա։ Ձեր մամային լսել եք։ Հա։ Բա տունը լավ գործեր արել եք, օգնել եք մամային։ Հա։ X դպրոցում լավ լսել եք դասատուին։ Հա։ Մենակ հա եք ասում։ Հո։ Այո։ Այո։ Ոչ։ 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 Այո։ Դե լավ, որ ձմեռ պապիկը հանկարծ ձեզ ասի մի հատ ոտանավոր ասեք, որ ձեզ նվեր տամ, ինչ եք ասելու։ Մինչև չունեկոտ խաղաց։ Ես եմ ասում ես ուտանում։ Հա, բայց պետք է ֆրանսերեն ասեք, որ ձմեռ պապին հասկանա։ Խաղաց։ Որը ասեմ։ Որը գիտես ֆրանսերեն։ Ժեդա մամա։ Հələ ասա։ Նա։ Ես մամային լեշեր եմ։ Հոյ մողջիկ, Լեո, որը կասես։ Շնչտամ։ Կաղա երկես։ Նա։ Լինա, կաղա դու երկես, որ ձմեռ պապին քեզ նվեր տա։ Որը կերքես։ Ֆրանսերեն, որ հասկանա։ Jingle well. Հələ երկեք, տնամ լավ գիտեք։ Jingle well. Օբուրե, հե, jingle օբուրե, հե։ Բրավո։ Jingle all the way. Over 12 listen. Բրավո իմ տղա, շոտ լավ էր, ուրեմն ձմեռ պապին հաստատ ձեզ նվեր ա տալու։ Մի հատ Լինայի փայլիկներն էլ մոտիկից տեսնենք։ Տեսնեմ Լին, տեսնեմ։ Շատ սիրուն է։ Դե պետքա թողես Լեոն քեզ պաչի, որ ձմեռ պապիկն Հա, Լեո, փայլերին չի պաչում, թուշիկն է պաչում։ Մի հատ է դու Լեոին։ Նա։ Սիրուն Լեո։ Ոյ, ուտեմ Լինա։ Պատրաստ եք գնանք։ Գնացի։ Այս վլոգը ուզում էի, որ լիներ ոչ միայն զարդարանքի մասին, այլ նաև այդ զգացողության, որ Սուրբ Ծնունդը բերում է իր հետ։
Հուսով եմ, որ այս փոքրիկ անկյունը ձեզ էլ մի քիչ տոնական տրամադրություն կտա։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ մաղթում եմ ձեզ ջերմ, խաղաղ եւ լուսավոր օրեր։ Լույսը դեռ չբացված արթնացել ենք ու այս հրաշք տեսարանը, երեխեքը էլ չեն դիմանում, միանգամից հագնվեցին ու դուրս են եկել, ժամը 8-ն էլ չկա մեզ մոտ, ունենց մաքուր սառոտ է, գիշերը ժամը 3-ն էր, որ պատուհանից նայեցինք ու սենց լրիվ սպիտակ էր։ Օգնի թող հագնի դե։ Այս մեր եղևնիները սիրուն սպիտակել են։ Ձյուն են հագել։ Լավ, ես մրսում եմ, մտնեմ ներս, իրանք թող մի քիչ էլ խաղան ու գան տուն։ Միշտ սա մասին էի երազում, որ այսպես ձյուն տեսնենք ու երեխեքը դուրս գային, սենց խաղային, ուրախանային, ոնց որ մեր բոլորից մանկությունն է եղել։ Ու հիմա աշխարհով մեկ ավելի շատ ես եմ եղել, իրանք խաղում են, ես ուրախանում եմ։ Ու հետաքրքիրն այն է, որ երբ որ ձյուն չենք տեսնում, այսպես չի գալիս, չենք էլ սպասում, մեկ էլ հոп Նոյելի գիշերը ձյուն է գալիս այստեղ, այսինքն Սուրբ Ծնունդը, քանի որ 25-ին է, 24-ի գիշերը, խնդրեմ, գեղեցիկ ձյուն տեսանք։ Ափսոս, որ հեսա միջև լույսը բացվի, կհալվի, դրա համար հիմա թողում եմ երեխեքը թեկուզ սենց առավոտ շուտ լույսը չբացված, բայց դուրս գան խաղան, ուրախանան, որ գոնե մի քիչ վայելեն։ Որոշեցի ես էլ դուրս գանք մի քիչ իրար հետ ու խաղանք, մտածեցի քանի որ մեր տան ձյունը մի քիչ ցեխոտ է, դուրս գանք այստեղ, հեսա լավ մեքենաների վրայից կվերցնենք։ Իրար, մի քիչ խաղանք, գնանք տուն։ Da. Ոչ իշ ձյուն ես կերի։ Քունիկից։ Իկուլես պոշ պոլես արա։ Ձերքերը սարեց։ Մի թափի գետին, ինջան։ Լավություն մի արա, վերցրա սենց գնդիկ սարքի, ձինա գնդիկ սարքի, այ տենց։ Խպեք ես։ Ճաս։ Օ։ Ինչ է կարելի։ Լավ։ Եկեք ձեզ էլ տամ։ Հեռախոսից։ Չէ, հեռախոսից հեռու, այստեղ։ Մի հատ լավ։ Սելա bien. Ձյունը գալիս է դատա։ Ձյունը իր ետն է երգում։ Մամա, մյոտել ես եմ ուզում։ Բոլորը իմն է։ Անի, ես լավ, ես վեմ քո։ Անի։ Չէ։
Լեո չի մեծ կազմել արդեն գնա։ Չենք արել։ Էս Լինային, ձյունա գալիս Լինային։ Բաբե։ Ան, չեմ կարում փոքրան շորելից։ Voilà։ Վերջ, սեպինի։ Մամա, նարի։ Պստոներ, վերջ։ Մամա, Ջան։ նոտեքիզ անեմ։ Չհասցրեցի նկարել, մարդկոցը անջատվել էր մինչև մի քանի րոպե դրեցի, որ վերցնի։ Ահա, Լինա Սիրանը վերնա ցույց տալիս։ Էս է Լեոյից նվերը։ Հələ պահի սիրուն նայենք տղես, օպրես։ Լեգոյա գիտես, չէ՞, Լեգոն էլ պետքա պատրաստես, իմ բան։ Բակարը Երեխեքը շատ ուրախացան։ Վաու։ Մի հատ 25-ին նվերներ կստանան, մի հատ էլ 31-ին։ Հա? Հուսամ ես նոր խաղալիքներով մի քիչ երկար կխաղաք։ Լեո, արի բացեցի քոն, արի ինձ օգնի։ Սրանք պետքա սենց մատով սեղմեի, որ ինքը բացվեր, շտես։ Հիմա հլը բացի, առանց բայց պատրելու։ Իմ տղա, չէ, հիմա ինձ լսի, տես, այստեղ 1-2 սա ճիշտ է, այս էլ քո 1-2 գրքերն են։ Սա առաջինինն է, պետքա չխառնես։ Սա երկրորդինն է։ Առաջինը արի բացի, առաջինը խաղան, հետո երկրորդը, տես, ծլատներով ասում եմ ոնց պետքա բացես իրան, որ հետո նորից հավաքես իրան մեջը։ Մանր լեգոների խնդրում եմ։ Այսքան մանր լեգո մենք որ չենք պահելու այստեղ։ Այստան մեջ, այսքան մանր լեգո։ Հիմա արդեն բան արա, գիրքը բացի, որ իմանաս ինչ պետք անես, տես արդեն ընգավ դիշսա մեջ, նո, ոտեղ էր չեր դա։ Այս այդ պուտու կանաչը սրանն էր, այս փոքրի մեջ էր։ Դե լավ, խաղացեք դե երեխեք։ Վերջ։ Այո։ Լինան իր շունիկներով դոմինոն աս պատրաստել, ինչ էլ սիրուն է, վաու։ Բա ինչ ես ասել։ Քոնը որ շատ սիրուն է, այս լեգոն տեսնեմ հլը ոնց ես դու սարքելու։ Հիմա տեսեք, սենց քայլ առ քայլ, գրքով գնում ենք առաջ, որ վերջում ստանանք այս մեքենան ամբողջությամբ։ Սպասի հլը։ Տեսա պոլիստեղը։ Հա, իվարկեն տեսնենք վերջը։ Վերջնական երևի սա պետք է ստանանք։ Այս մանր լեգոներից։ Գործի դրել։ Խնդրեմ, սկսել ենք, հասել ենք այստեղ։ Չգիտեմ սա քանի ժամում ենք վերջացնելու։ Մի քիչ դադար տվեցինք, հաց կերանք ու նորից եկել ենք, արդեն մինչև այստեղ հավաքել ենք։ Գիրքը մեզ շատ է օգնում, որ ավելի արագ ու հեշտ առաջ գնանք։ Տեսնենք, հլետուր բալ։ Լավ է հետաքրքիր բան է։ Հələ իր ժամանակը չի, երբ որ իր ժամանակը գա, կնստացնես։ Մամա, մի հատ անեմ ու վերջսա։ Լավ, շարունակենք վերջացնենք ու վերջումն էլ ձեզ ցույց կտամ։ Ահա եւ վերջ, ես ու Լեոն շատ հավեսով պատրաստեցինք մինչև վերջ, ու ինձ շատ դուր եկավ, թե լեգոները մանր էին, բայց շատ հետաքրքիր էր։ Ու հիմա խնդրեմ, տեսեք արդյունքը, լավ էլ գնում է։ Չի զգացվում, որ լեգոներից են, լեգոից է պատրաստված։ Փորձի։ Բա ես։ Հետո դուք փորձեք։ Ոչ։ Օ, տեսար, բահը։ Գցեցինք։ Բարենյալնա շոկա։ Էսի այր արդեն պետքա չտամ խաղակ, որ չքանդեք, այսքան հավաքել ենք։ Լինա բոլադու։ Անդու էլ նային բալա։ Մաշուն է դե։ Երկրորդը բայց էլ չենք բացի։ Մամա շուն է դե։
Ասում եմ երկրորդը էլ չենք բացի, բայց փաստորեն պետքա բացենք, որովհետև այս հետևի քարշակ, ինչ են ասում, այդ քարշակ ասվածն է, որ պետքա կպնի այս մեքենային, ուստի մենք ստիպված ենք նրան հավաքել, բայց ես հոգնեցի, հիմա չենք կարող էլ հավաքել։ Այստեղ անգամ շունն է պակասում, պետք է շունը երկրորդից վերցնենք, որ դնենք մեջը։ Մի խոսքով սա կանենք։ Ավելի ուշ համել երեխեքը գոնե զբաղմունք կունենան։ Խնդրեմ, այլ ոչինչ չմնաց։ Չնայած որ կտուրներին դեռ կա, բայց գետնին ընդհանրապես չի մնացել։ Լավ սառն է, այս սառնության հաշվին երևի մի քիչ մնացել է դեռ կտուրի եւ մեքենաների վրա։ Միդիամ պատմություն, խնդրեմ։